Այսօր այստեղ տոնն մեր հորն է լույս ու սեր Այսօրը իմ քո բոլորին նստոն է մեր Դեզ երջանիկ բարբրուն մանկական աչեր Սիրո երկի օր է տոնը մեր Այսօրը մեր օրն է իմ քոնը տոն է մեր Այսօրը մենք ավետում ենք ձեր սույս ու սեր Դեզ երկնքում արթնացան անհամար աստղեր Դիես երկում բարբեցին լույսեր Մեջրած դաստարանից ողջույն աշխարհին, արևին, հողին ու բոլոր բարի սրտերին։ Բարի լուսո, բարին ձեզ վրա, մեր մանկության մոլորակից, տարիների անցած ճամփից, հղում ենք ձեզ բարի ողջույն։ Մեր ողջույնի մեջ կա կարոտած զագի ղորանջ, մեր ողջույնի մեջ կա անսահման ժպիտ, սեր ու նվիրում գիտերի կուրսում, խորի շնորհակալություն։ Ես հայ եմ, 5000 տարեկան, Հայաստան, այդպես է կոչվում այն տունը, որտեղ ես ապրում եմ։ Տարբեր պատմական դարաշրջաններում հարևան օտարերկրացիները իմ տունը անվանել են Ուրարտու, Արմանի, Միննի, Պիայինա, Հայասա, Մայրի, Հայք, Հայաստան։ Իմ տան գագաթներից մեկի Սրբազան Արարատ լեռան վրա հանգրվանել է Նոյը իր տապանով, որը փրկության հնարավորություն է տվել մարդկությանը։ Ես առաջինն եմ պետականորեն քրիստոնեություն ընդունել եւ առաջինն աշխարհում կառուցել եկեղեցիներ։ Ես կարել եմ աշխարհում ամենահին կաշվե կոշիկը։ Իմ մայրաքաղաքը Երևանը աշխարհում ամենահին քաղաքներից մեկն է։ Ես առաջինն եմ խաղողից գինի ստացել եւ սովորեցրել նաեւ իմ հարևաններին։ Ես ստեղծել եմ լավաշացը, որը համարվում է փշկարար հաց։ Ես ունեմ շատ տաղանդավոր մարդիկ, որոնք շատ բացահայտումների հեղինակ են։ Նրանք փոխել են մարդկության զարգացման ուղղությունն աշխարհում, այն դարձնելով ավելի լավը եւ հարմարավետ։ Ես նաև ողբերգական էջեր եմ ապրել, որոնցից ամենասարսափելին 1915 թվականի հիմքերի կատարած ցեղասպանությունը, բայց ես վերհառնել եմ եւ ապրում եմ ինչ իմը։ Ես ապրել եմ, ապրում եմ եւ կապրեմ հավերժ, քանզի ես գիտեմ հավերժության գաղտնիքը եւ պետք է հաղթել ապրել։ Աջ եմ նայում, հայրենիք է, ձախ եմ նայում, հայրենիք է, մոտ եմ նայում, հայրենիք է, հեռուներում հայրենիք է, ինչ էլ որ լինի հետո գալիքում, ինչ էլ որ լինի այս երկրի վրա, թող հայն ապրի Հայաստանում եւ Հայաստանը հային կմնա։ Հազար գույներ, քո երկնքում է, հազար հույզեր, քո մեջ արթուն է, այս աշխարհում կա մի փոքրիկ անկյուն, ուր գտնում եմ ես երջանկություն։ Նոր թռիչ, նոր ուժ ու կյանք ես, երազանքի, իմ լուր վկան ես, հոգին ու սիրտը իմ հայկական, անցյալն է իմ ներկան ու ապագան։ Իմ մեջ ապրում ես, երկիր իմ տուն ես, քո հողից ծնվում են հայրեներ, իմ հոգու երդն ես, սրտիս տարերդ ես, քո մի մաստիկ նեմանտ ես։ Իմ մեջ ապրում ես, երկիր իմ տուն ես, քո հողից ծնվում են հայրեներ, իմ հոգու երդն ես, սրտիս տարերդ ես, քո մի մասնիկ նեմանտ ես։ Հերվում թողած
Իմ հողն ու տունը միշտ կհիշեմ, ես քո անունը, թեկուզ ապրում եմ ես քեզնից հեռու, բայց շուտով ես հետ եմ դառնալու։ Քո լեռներում ապրում է սիրտս, քո երկնքում ճախրում է միտքս, հայրենիքիս կարոտը աչքերում, մեծանում է մոտարավերում, իմ մեջ ապրում ես, երկիր իմ տուն ես, քո հողից ծնվում են հայրեններ, իմ հոգու երկն ես, սերտիս տարերքն ես, քո մի մասնիկն եմ անտես, իմ մեջ ապրում ես, երկիր իմ տուն ես, քո հողից ծնվում են հայրեններ, իմ հոգու երկն ես, սերտիս տարերքն ես, քո մի մասնիկն եմ անտես, իմ մեջ ապրում ես, երկիր իմ տուն ես, քո հողից ծնվում են հայրեններ, իմ հոգու երկն ես, սերտիս տարերքն ես, քո մի մասնիկն եմ անտես, իմ մեջ ապրում ես, երկիր իմ տուն ես, քո հողից ծնվում են հայրեններ, իմ հոգու երկն ես, սերտիս տարերքն ես, քո մի մասնիկն եմ անտես։ Եկավ մի օր, ունով սերունդը միավորեց, ող ժողովուրդը պատվով պարով դարձավ երկրի պաշտպան, քո ամեն զավակը Հայաստան։ Իմ մեջ ապրում ես, երկիր իմ տուն ես, քո հողից ծնվում են հայրեններ, իմ հոգու երկն ես, սերտիս տարերքն ես, քո մի մասնիկն եմ անտես, իմ մեջ ապրում ես, երկիր իմ տուն ես, քո հողից ծնվում են հայրեններ, իմ հոգու երկն ես, սերտիս տարերքն ես, քո մի մասնիկն եմ անտես։ Աստված ուշտ է հաղթանակած, հերոսացած հայաց երկրի քաջ զինվորի ամուր բասկին, որ մարտական ջահը վառած, պահի անհոգ երկիրը մեր։ Դուք զինվորներ, մեր հերոսներ, Հայաստանի խաղաղապահներ, թող դիրքերը խախակ լինեն, թող երկինքը կապույտ լինի, թող մայրերը ուրախ լինեն, մենք էլ ձեզնով հպարտ լինենք։ Խոնարհվում ենք, հայոց մայրեր, մենք ձեր կամքի մեծ ուժին, որ ծնում եք հերոսներ և սահմաններ ուղարկում։ Իմ միակ, իմ անգին ու անուշ մայրիկ, ինձ համար արևի նման ջեր ու սիրուն։ Դու սերն ես, իմ բարի մայրիկ, արթուն պահապան, քո լույսով անմար, երկնքում ժպտացող աստղերը, թող քեզ բերեն ժպիտ ու ծիծաղ։ Շնորհակալ ենք հարև մայրեր եւ ուսուցիչներ, որ այս համավարակի դժվար օրերին դարձաք փարոս մեզ ճանապարհին։ Քաղաքում կամիշեն ու շքեղ դպրոց, ջերմ ու հարազատ, այն լայն բացեց իր դռները և դարձանք ներսես արտարակեցու անգին սաները։ Ուրախ են, շպտերեր, գտել են մեր մոր պես, հարազատ ու բարի սիրտ։ Գլորվեցին տարիները, և ուշ կմնան լավ օրերը, մեր սրտերում միշտ վար կմնան մեր դասերը, խրատական և հեռավոր։ Ահեղագոր թշնամու դեմ, թե չծնվեր գիր ու դպրոց, կրակակեզ պիտի լիներ քրիստոնյա ազգը հայոց։ Մեսրոպ Մաշտոցի գյուտը անտարակույս, այն հզոր զենքն է, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը։
Եղերամայր Հայաստանի եղերգության անհույս ժամին երկնաշնոր Սուրբ Մաշտոցը ելքը գտավ երանելի։ Փոթորկահույս, բայց փշկարար մեսրոպատար ճամփաներով, փետրագրչով, արյան գնով, մակարումով, սակայն փառքով, արդեն քանի դարեր մենք կանք ու պիտ լինենք մեր Մաշտոցի անմար լույսով։ Շատ զորեղ է մեր հինավուրց լեզուն, գեղամա լեռներ, ուխտասար զորեղ, մինչև օրս էլ լեռները կանգուն, պահպանում է մեր անարատ լեզուն։ Կից չէ դա միայն զորեղ պատմություն, հրեզորությունն իր մեջ կրող, աստվածների հետ կապ հաստատող։ Հայոց լեզուն չքնաղ է, զորեղ, սնունդով լեցուն, անարատ ինչպես ուրալարվիջուն, սնունդ պարգևող, ինչպես արեգակ։ Հայոց զավակներ, օտարամայի անապատներում էր, երբեք չմոռանաք մեր հայոց լեզուն, սիրեք այն, պաշտեք ու զորացրեք։ Եկեք փառաբանենք մեր քաղցրաբար հայոց լեզուն, Մասիսի պես միշտ կենթանի, Արաքսի պես միշտ անսպար հայոց լեզուն, ու լուսնի տակ ուր էլ գնանք, մեր մայ լեզուն չմոռանանք։ Ես Երդյանիկ եմ այս հրաշք լույսով, որ կոչվում է կյանք։ Ուզում եմ, որ խաղաղության խորհրդանիշը աղավնին դառնա աշխարհի մեծագույն տիրակալը, անվախ ու անկաշկած զավաղնի բիր երկնքում, դառնա նրա հավերժ բնակիչը։ Արի, խաղաղություն, լրացրու մարդկանց սրտերը սիրով ու խանդաղատանքով, հարության սեր մեր ցանիր ամենտեղ, թող երկիր մոլորակի վրայից մի հրաշքով անհետանա, չարը, դաժանը, վախկոտ է, և ամենուր ու ամենքին ուղեկից լինեն միայն ազնիվը, բարին ու սերը, գուցե այն ժամ երկիր մոլորակը կլինի այն դրախտաբայրը, որ ստեղծել էր Աստված, որտեղ կյանքը պիտի լիներ հավիտենական ու հեքիաթային։ Աշխարհ երկրագույն, անհուտ եզակի մեջ երկիր մոլորակ, Աստծո ստեղծած կատարելություն, թող միան բարի ձեռքեր պարուրեն քեզ, պտտվիր բարությամբ ու սիրով կամոքն Աստծո։ Թող բարեգութ արարչի կամքով, սկոնություն ու ստապություն տրվի բոլոր նրանց, ու միտքը զբաղված է ոչիրներ նյութելով։ Թող վարարի խաղաղ, ստեղծագործ աշխատանքը և դառնա ուրախության ու երջանկության աղբյուր։ Նորյա մեր աղոքը երկինք բարձրանա, թող մարդկանց աչքերին արցունքը չորանա, թող հավատը հոգիները չլքի, թող կորոնավիրուս արհավիրքը չքվի, մարդիկ դասեր քաղեք այս վիրուսից։ Բնության ամենափոքր և անմարմին տարրը եկավ հիշեցնելու մեզ, որ բոլորս էլ մահկանացու ենք, եկավ արթնացնելու ամենազորության պատրանքներից, որ հասկանանք, որ տեխնոլոգիական և ռազմական նվաճումները բավարար չեն մեզ փրկելու համար, փրկությունը սիրո բարության մեջ է, ուժը նվիրաբերման։ Երազում եմ տեսնել կապույտ անամպ երկինք և պայծառ արև։ Ես երազում եմ մի գեղեցիկ օրհնանց դպրոց գնալ, հարազատ դպրոցի զանգի ձայնը լսել, դպրոցում սովորել, նորից ապրել ուրախ ու անհանգ, նորից խաղալ ու վազել, շփտալ ու ծիծաղել ընկերներիս և ուսուցիչներիս հետ, բոլոր լինեն առողջ և երջանիկ։ Դե, բարի մարդիկ, բաշխեք մեկ-մեկ ու պահերն այդ ուրախ ու երազային, որ զգա ամբողջ աշխարհը, իրական բարությունը այսքան կենսական։ Աշխարհին մանկան մաքրություն է պետք, աշխարհին հոգու բարություն է պետք, աշխարհին անդոր ու հանգիստ է պետք։ Մենք հավատում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ժպտացեք, մարդիկ, եղեք լավատես, քանզի երբ դուք ժպտում եք, երկիր բոլորակում ծաղիկներ են ծնվում։ Միջին դպրոց, դռները բաց, վստահ քայլով անկաշկանդ, գիրկդ են գալիս մեր մեծացած, գիտելիքով արդեն զինված, հարստացած։ Ամեն մեկս մի զինվոր, ամեն մեկս մի աշխարհ, ամեն մեկս մի հավատք ենք, իսկ միասին Հայաստան։
Քարի մեջ կա պայքար, քարի մեջ երկու պար, Ձեթերի մեջ առնական, պայքարն է հաղթական, Յարխուշտան Իմ ջերմ ու լուսավոր սաներ, այս պատասխանատու եւ անմոռաց պահին կուզեի, որ մենք միասին լինեինք, բայց իմ սիրտն է ձեզ հետ եւ այն ուրախությամբ ու հպարտությամբ է թրթռում։ Իմ խելացի եւ կազմակերպված աշակերտներ, մի բան լավ հիշեք, այս կյանքում ամենակարևորը լավ մարդ լինելն է եւ ես համոզված եմ, որ դուք հենց այդպիսին եք մեծանալու։ Մի փոքրիկ պատգամ, որ բխում է իմ մայրական սրտից ձեզ, եղեք ազնիվ, խելացի, աշխատասեր, պատասխանատու եւ ամենակարևորը խաղաղասեր եւ բարի, քանզի խաղաղությունն ու բարությունն են փրկում աշխարհը։ Ամբողջ սրտով մաղթում եմ ձեզ, որ դուք առողջ ու սովորելու մեծ ձգտումով ոտք դնեք միջին դպրոց, շնորհավորում եւ օրհնում եմ ձեզ մայրաբար, ձեր հայախոս լեզվի համար, ապրեք առողջ ու երջանիկ, ձեզ խաղաղ կյանք, կապույտ երկինք, բարին ընձեզ։ Ներսես աշտարակեցու անվան համար 1 հիմնական դպրոցի, 4-րդ A դասարանի իմ խելացի, աշխատասեր եւ շատ սիրելի աշակերտներ։ Ձեր կյանքում այս կարևոր օրը թող լինի խինդով, ուրախությամբ, վաղվա հանդեպ անսասան հավատով, նորը նվաճելու եւ աշխարհը բարությամբ ողողելու ձգտումով։ Ես համոզված եմ, որ այս ամիսների դժվարությունները ձեզ համար հաղթահարելի դարձան հենց ձեր ուսուցիչների սիրո, նվիրյալ ու քրտնաջան աշխատանքի, ձեր ծնողների համբերության եւ պատասխանատվության շնորհիվ։ Եվ դրա արդյունքում մենք այսօր սիրով ու վստահորեն ձեզ ճանապարհում ենք միջին դպրոց։ Սիրելի աշակերտներ, լսեք խորհուրդս Կապուտիկյանի խոսքերով եւ հիշեք, որ յուրաքանչյուր դժվարություն հաղթահարելի է, երբ շուրջդ կա սեր ու բարություն։ Լավություն արա ու ջուրը նետիր, լավություն արա ու մի երկ մտիր, թաքուն մի հուսա հատուցում ու վարձ, նետիր գետերը ու նետիր անդարձ, գետը կտանի կխառնի ծովին, քո նետած լավը աշխարհի լավին, որ ծովը մի քիչ ավել քաղցրանա, որ ծովից լավի շոքին բարձրանա, որ լավով լցվի ամպը երկնքում ու բարությունը հողին ու հոգուն անձրևի փոխված տեղա անխտիր, լավություն արա ու ջուրը նետիր։ Շնորհավորում եմ բոլորիս, առողջ եղեք, բարին ընդձեզ։ 4-րդ դասարանի սիրելի աշակերտներ, սիրելի դասվար ընկեր Տոնոյան, շնորհավորում եմ տարական դպրոցը ավարտելու կապակցությամբ եւ ուրախ եմ, որ այսքան շնորհալի երեխաներ են գալու միջին դպրոց։ Ասեմ, որ մի փոքր տխուր եմ, որ այս շնորհավորական
օրերին, այս տոնական օրերին չեմ կարող բոլորիդ գրկել, համբուրել, շնորհավորել, ձեզանից երախտիկի խոսքեր լսել, ծաղիկներ նվեր ստանալ, ջերմ գրկախառնություններ ունենալ, բայց այնուամենայնիվ հպարտ եմ, որ ես ձեր տնօրենն եմ, հպարտ եմ, որ դուք մեր Ներսես Աշտարակեցու անվան դպրոցի սաներն եք եւ այդքան հիանալի շարունակում եք մեր դպրոցի ավանդույթները։ Ձեզ հաջողություններ, լավ օրեր կսկսվեն, սեպտեմբերին կհանդիպենք եւ մեր այն գործերը, որոնք հեռավար են կարել, անպայման կկատարենք միասին, նաեւ ընկեր Տոնոյանի օգնությամբ, նաեւ ձեր ծնողների մասնակցությամբ։ Հաջողություն բոլորիդ։